Հայոց պատմության և հայոց բնության զարմանալի առեղծվածային վայրերից մեկը։ Հեռվում խոր անդունդի մեջ երևում է ազատ գետը իր գալարուն կիրճով, իսկ վերին հատվածում գառնին է հնամենի ամրոցով և հնամենի տաճարի պատերով։ Ծվարած լեռների այս սքանչելի կրկի մեջ ցույց տալով, թե որքան հմայիչ է հայոց աշխարհն իր պատմական հիշողությամբ և իր պատմական ժառանգությամբ։ Ահա այսպիսի տեսարան է բացվում մեր պատմության ամենազարմանալի հուշարձաններից մեկի հենց արևմտյան մուտքից, որտեղ այժմ ես կանգնած եմ հռչակավոր Հավուց Թառի վանքից։ Ապշեցուցիչ բարձրության վրա գտնվող այս հնամենի տաճարը, որ իր հազարամյա պատմությամբ առավել մոտ և առավել հասանելի դարձնում մարդու աղոթքը դեպի Աստված, ծվարել է բարձրապես լեռան գագաթին, ցույց տալով այն սքանչելի կառուցվածքի ամբողջ նրբագեղությունն ու առանձնահատկությունը, որով պարուրված է տաճարի խորհրդավոր առեղծվածային պատմությունը։ 1001 թվականին Գևորգ իշխանի կողմից կառուցված սքանչելի Սուրբ Աստվածածինը իր հիասքանչ հորինվածքով գունավոր քարերի կարմիր և սև համադրությամբ ներդաշնակված երկնքի կապույտի հետ քանի հարյուրամյակներ է արդեն իր պատերի տակ ներգրավվել բազմաթիվ ուխտավորների, սքանչելի քանդակագործների, սքանչելի արհեստավոր վարպետների և հոգևոր հայրերի ստեղծագործ միտքը։ Պատկերացնել կարելի է, որ այս վանքը իր պատերի տակ գրեթե 500 տարի իր սքանչելի միաբանների լուռ աղոթների ուղեկցությամբ պահպանել հայոց մեծագույն սրբություններից մեկը՝ Վեհամոր ավետարանը։ 7-րդ դարի մեր սքանչելի ավետարանը, որը իր անվտանգության, հավերժության և մեր ժողովրդի հարատևության ամենահրաշագեղ թաքստոցը համարեց հենց Հավուց Թառը, որտեղից մինչև տեղափոխվել Էջմիածին և այնտեղից հայոց Մատենադարանը։ Հավուց Թառը իր պատերի տակ ունեցել է ապշեցուցիչ մի հիշողություն ու կենսագրություն, որն այսօր երևում է այս վիթխարասլաց բարձունքից բացվող դեպի Գառնիի Սարահարթ։ Ամբողջ եկեղեցու շրջակայքը լցված է հրաշագեղ քանդակներով, խաչքարերով, զարմանալի պատմություն ունեցող դամբարաններով, որտեղ մատենագրության մեջ արծարծված հրաշալի վանահայրերի, այդ թվում Եղիա վանահոր, որի դամբարանը գտնվում է կողքին, միևնույն ժամանակ նաև հրաշալի կաթողիկոսներից մեկի աստվածատուր համադանցու, որը վանքի հետևի մասում, քիչ հետո ես այն ցույց կտամ, կառուցել է սքանչելիություն համարվող տաճարներից մեկը՝ Սուրբ Աստվածածինը, որը պայմանական ենք անվանում, քանի որ դա անավարտ եկեղեցի է։ Սարերի լանջերին հայոց ժողովրդի դարեր շարունակ կուտակած ճարտարապետական փորձը, հայ ժողովրդի բազմամյա հմտությունը, հրաշքներ կերտելով այսօրվա օրով ցանկացած մեկ այցելուի համար թվում է, թե ինչ-որ անհասանելի աներևակայական բան, չէ՞ որ այսպիսի բարձունքի վրա բարձրացնել հսկայածավալ քարեր, որոնցով կառուցված է աստվածատուր համադանցու վանքի ավելացված մասը, ապշեցնում է, թե ինչպիսի շինարարական բարձր տեխնիկա կարող էին ունենալ հայերը, որպեսզի կարողանային ահա այսպիսի վիթխարի բարձրության վրա բարձրացնել ամբողջ սքանչելի վանական համալիրը։ Տեսեք խաչքարագործության ինչպիսի նմուշներ ունենք, որոնք արդեն 1000 տարի է կանգնած են վանքի պատերի մոտ և ապշեցնում են իրենց ճարտարապետական գեղագիտությամբ, քանդակագործության զարմանալի արվեստով, կարծես թե անձեռակերտ լինեն և կարծես երկնքից իշխած լույսի շողեր, որ թառել են լեռան բարձրունքին, ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչքան հրաշալի է հայ ժողովուրդը իր արարչագործության մեջ, ինչքան կարող ենք այս ազգին մեծարել ու անդադար այդ մեծարման մեջ տեսնել այն մեծ արարման ցանկությունը, որը միմիայն հավատի հետ և հավերժության հետ է կապված։
1679 թվական։ Ահեղ երկրաշարժը, որ նավերեց ամբողջ Հավուց Թառի համալիրը, այնուամենայնիվ կիսավեր վիճակում թողնելով գեղեցկության հպարտությունը, որով մեր տաճարը կարողանում է նայել ոչ միայն ժամանակների հեռվից, այլ դեպի ետ այն ժամանակները, երբ իր երիտասարդությունն էր և իր ծաղկումը, որով նա ապրում էր իր վեհության օրերում։ Պրոշյան հայոց իշխանական տունը։ Այս կողմերի տիրակալն ու տերը գրեթե 400 տարի։ Իշխանական տուն, որ իր փառքի գագաթնակետին ոչ միայն նվաճեց հայոց ռազմական ուժի փառագույն հաղթանակները, այլ նաև հայոց ազգի ստեղծարար աշխատանքի վեհագույն նվաճումները։ Շատ հեռվում կիրճի մեջ ծվարած է Գեղարդի վանքը։ Այն անհասանելի բարձունքը, որտեղ մենք գտնվում ենք և որտեղ կառուցված է Հավուց Թառը, կարծես թե երկու թևերով գրկել է Գառնին արևմուտքից, Գեղարդը արևելքից, տալով մտքի, հավատքի և երազանքի մի ամբողջ ճարտարապետական հմայք, որին իզուր չէ, որ հայերն անվանել են Հավուց Թառ։ Արտահայտության բացատրությունը վերլուծելու ժամանակ տեսնում ենք, թե ինչ զարմանալի անուններ են տվել հայերը իրենց իսկ կողմից հիմնավորված այս հրաշակերտերին, երևակայելով, որ միայն հավքերին վայել, թարելու կամ իշտելու տեղ են, մարդու համար անհասանելի, չնայած որ արարչագործության մեջ հայ մարդն հենց ինքն է քանդակել և կառուցել։ Հիմա ես մոտենում եմ Հավուց Թառի երկրորդ դեպի արևելյան հատված ձգնող հսկայածավալ վանական համալիրի հատվածին, որտեղ աստվածատուր համադանցու Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անմիջական ստեղծագործական միջոցով կառուցվել են ապշեցուցիչ վանական մի համալիր, Հավուց Թառի երկրորդ մասը, պարսպապատ, սեղանատնով, հյուրատներով, 3 եկեղեցիներով և անավարտ խորանով և անավարտ եկեղեցիով։ Ասում են, որ 13-րդ դարում այս վանական համալիրում Եղիա վանահայրը երաժշտական դպրոց է բացել։ Պատկերացնել կարելի է, որ սարսափելի բարձրության վրա երաժշտական դպրոցի սաները ինչ աստվածային մեղեդայնությամբ են երգել հայոց չարականները և ինչ սքանչելի ձայնով են ավետել հայոց հայրմերը։ Ինչ բարձրագույն կրթություն է տվել այս սքանչելի համալիրը, որի յուրաքանչյուր քարը, յուրաքանչյուր բեկորը մշակված է այնպիսի հմտությամբ, այնքան սիրով, այնքան նվիրվածությամբ, որ կարելի է միայն երևակայել, որ հայրենիքին այդչափ սիրահարված հոգևոր հայրերը ինչպիսի մեծ ջանք ու եռանդ են ներդրել գեղեցկացնելու լեռան կատարը սքանչելի կերտվածքներով։ Ուշադրություն դարձրեք այս խոյակների վիթխարի չափերին։ Բարձրացնել գրեթե 1 կիլոմետր խորություն ունեցող անդունդով դեպի վեր, տեղադրել այստեղ վիթխարի այս սյուները և խոյակները, որոնցից յուրաքանչյուրը կշռում է գրեթե 1,5-2 տոննա, բարձրացնել, մշակել, քանդակել, ասեղնագործել, տալ սարերի գագաթին ժողովրդի հավերժության ևս մեկ սքանչելի ստեղծագործություն։ Խաչքարերն իրենց կատարելությամբ, իրենց մանրակրկիտ և ասեղնագործ քանդակներով, եկեղեցու պատուհաններն անգամ խաչքարագործ և մանրագործ, յուրաքանչյուր մեկ նախշն անկրկնելի, զարմանալի հմտությամբ արված, կարծես թե անձեռակերտ այս հուշարձանը երկնքից իջած դրախտի մի դուռ է, որն իրեն հավերժացնող ժողովրդին տանում է դեպի անհայտ հեռուների ամենապայծառ ապագան։ Անհնարին է որպես մտածել, թե այսչափ հնարագետ, այսչափ հանճարեղ, այսչափ սքանչելի ազգը, որը աշխարհի մասում կարող էր լինել իր արարչագործության վեհ նկրտումների մեջ, կարող է ունենալ վերջակետ կամ վերջաբան։ Իհարկե դա այդպես չէր և այդպես չէր կարող լինել։ Տեսեք, թե սքանչելի քանդակների կողքին եկեղեցու
այս անպատմելի եւ անճարելի մուտքի գեղագիտական քանդակների կողքին ինչպիսի համեստ եւ ինչպիսի խոնար իշխանական մեկ քանդակ գոյություն ունի, որը խորհրդանշում է պրոշյան իշխանների մեծությունն ու հարատևությունը։ Աստվածատուր համադանցու կողմից մշակված, կառուցված այս կանչելիքը որքան գեղեցիկ է իր արտաքին շքեղաշուք տեսքով, նույնքան սքանչելի է իր ներքին հարդարանքի մեջ, որ ապշեցնում է իր մանրակրկիտ քանդակների գեղեցիկի եւ սիմետրիայի զարմանալի համադրությամբ, տաճար, որը մնացել է անհավարտ իհարկե մեզ անհայտ պատճառներով, բայց այսօր էլ հանդիսանում է հայոց ճարտարապետության ներքին հարդարանքի ամենասքանչելի ձեռագործ վարպետության նմուշ։ Տեսեք քանդակների նույնիսկ իր ավերմունքի մեջ գեղեցկության այսպիսի չափանիշներ։ Հրաշալի է ուղղակի նայել եւ հոգիդ ուրախության եւ վեհության այնպիսի մեծ զգացում է ապրում, թե դու ինչ մեծ ժողովրդից ժառանգ ես։ Ինչ սքանչելի է հայրն իր արարմունքի մեջ, իր մտածմունքի մեջ, իր հավատի եւ իր արարչագործության մեջ։ Յուրաքանչյուր մեկտեղը երևում է եկեղեցու, հավատի եւ պետության ապշեցուցիչ ներդաշնակություն։ Եթե այստեղ եկեղեցու մեջ նմանատիպ քանդակների եւ զարդանախշերի սքանչելի արևելյան եւ հայկական համադրություններ գոյություն ունեն, ապա ուշադրություն դարձրեք, որ հենց նույն ինքը եկեղեցու մեջ հայ հոգևորականը բացարձակապես չի անջատել եւ չի տարանջատել հայոց իշխանական տան մեծագույն զինանշանը, հռչակավոր պրոշյանների զինանշանը, եկեղեցու մեջ խոյը ճանկերի մեջ բռնած արծիվը։ Զարմանալ կարելի է, որ վիթխարի բարձրության վրա գտնվող այս կանչելի տաճարը այսչափ գեղեցիկ եւ այսչափ իմաստային է մտածված պետության, եկեղեցու եւ ազգի հարատևությունը ամփոփող խորհրդանիշներով։ Հավուստարը մեր հայոց պատմության ամենահետաքրքիր հուշարձաններից մեկն է, որտեղ այցելությունը յուրաքանչյուր մեկ հայի համար կթվա իր կյանքի լավագույն էջերից մեկը։